Ընտրություններում անհետացած ձայների առաջին ինտրիգը հենց քվեարկության հաջորդ օրն էր, երբ կենտրոնական ընտրականը ամփոփեց նախնական արդյունքները եւ պարզեց, որ Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի դուռը բացելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությանը չի բավարարում միայն 60 քվե։ Քաղաքական այս ուժը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստացել է 58378 ձայն, կամ քվեարկության մասնակցած քաղաքացիների 3,996,000%-ի վստահությունը, չհատելով կուսակցությունների համար սահմանված անցողիկ 4% նվազագույն շեմը։ Մինչդեռ տվյալների ամբողջացման առաջին իսկ պահից Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը պնդում է, այդ խնդիրը չունեն, քանի որ ընտրատեղամասերում իրենց կողմ ստացած ձայների եւ կենտրոնական ընտրականի հրապարակած պաշտոնական թվերի մեջ էական տարբերություն կա։ Օրինակ, 27.7 տեղամասում ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանցից հաշվել է միայն մեկը՝ 27-ի 26-ում 19-ից 3-ը։ 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների։ Կոնկրետ այս երկու տեղամասերի հետ կապված ԲՀԿ պնդումները հաստատել են ձայների վերահաշվարկները, այսինքն քաղաքական ուժի օգտին ավելանալու է ոչ միայն падգամավորական մանդատներ ունենալու չբավարարող 60 քվեն, այլև միայն այս տեղամասերից ավելի քան 90-ը, բայց հանրապետության բոլոր տարածքային ընտրականներում առայժմ շարունակվում են ձայների վերահաշվարկը, դրա համար դիմել էին նաև խորհրդարան անցած ընդդիմադիր մյուս երկու ուժերը՝ Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Տեղամաս առ տեղամաս Ուժեղ Հայաստանը եւս թվային տվյալներ է հրապարակել։ Քաղաքական այս ուժի օգտին էլ օրինակ 38.53 ընտրական տեղամասում քվեարկել է 136 ընտրող։ Կենտրոնականը նախնական արդյունքներում դրանցից որևէ մեկը չի գրանցվել։ Գրել են, թե այստեղ Հայաստան ուժին ընտրողներ չեն եղել, բայց հետաքրքիր զուգադիպությամբ նույն տեղամասում 136 քվեի է արժանացել մեկ այլ ուժ։ Կենտրոնական ընտրականը շտապում է պարզաբանել, խնդիրները միայն տեխնիկական են։ Սխալ մուտք արվել չի պակասել, այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմվել է քվեարկության նախնական արդյունքները։ Քաղաքական դաշտում, սակայն, մինչև իսկ կեղծված ընտրությունների թեզն է դոմինանտ։ Նույնիսկ իրար գաղափարները չկիսող ընդդիմությանն այն միավորում է, այստեղ համակարծիք են, գործ կա ընտրությունների արդյունքների հետ, որոնք չեն արտացոլում քվեարկության իրական պատկերը։ Բայց ընտրական փորձագետները, որ դիտարկել են ամբողջ պրոցեսը, առավելապես հակված են կիսելու պաշտոնական դիրքորոշումը, այն է, թե սա պարզապես տեխնիկական վրիպակ է։ Իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ավելի շատ աշխատի, որ հնարավորինս ավելի ճշգրիտ լինեն տվյալների մուտքագրումները, բայց երբեք բացառված չի մարդկային գործոնով փոքր թվերի վրիպակները կամ ջնջումները կամ այլ տեխնիկական սխալների։ Ձայների վերահաշվարկից հետո, եթե նույնիսկ մյուս ուժերի դեպքում էական տարբերություն չլինեն, ապա ԲՀԿ-ի համար այն փաստացի խիստ որոշիչ է դառնում։ Նաև ապագա խորհրդարանի կառուցվածքի հարցում։ Երկրի կառավարման ղեկը դարձյալ վերցնող քաղաքացիական պայմանագրի համար նույնպես։ Եթե խորհրդարանում լիներ 3 ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը կկորցնի նաև հնարավոր սահմանադրական մեծամասնության մանդատը։ Եթե ԲՀԿ-ն հավաքում է անհրաժեշտ 4% ձայները եւ հայտնվում է խորհրդարանում, արդյունքում պակասում են բոլոր շեմահաղթած ուժերի ձայները, բայց ամենաշատը համամասնության սկզբունքով պակասում են քաղաքացիական պայմանագրի մանդատները։ Հնարավոր 63-64-ից մոտավորապես 60-61 մանդատ է ունենում քաղաքացիական պայմանագիրը եւ կորցնում է ազգային ժողովում 3/5 ունենալու հնարավորությունը։ Հայաստանի ապագա խորհրդարանը դեռևս հաշվարկների փուլում է կենտրոնականը, ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի առաջիկա կիրակի, հենց այդ օրն էլ վերջնական կվճռվի Հայաստանի ճակատագիրը հաջորդ 5 տարիների համար, մինչև ընդդիմադիր ուժերը կհասնեն սահմանադրական դատարան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մասնակցել է 2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը, նշելով, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավել է 307 միլիարդ դրամով։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին Փաշինյանն ասել է. «Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը»։
Նախ ես նույնպես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանը բացառել է հետընտրական զարգացումները Հայաստանում։ Փաշինյանի դիտարկմամբ այդպես է լինում այն երկրներում, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Փաշինյանը գիշերը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ակնկալվում է միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետություն, կանխատեսվում է տնտեսական վերելքի տեմպերի շարունակություն։ Նա նաև ասել է, որ երկիրն առաջիկայում ունենալու է հազարավոր աշխատատեղեր, նոր որակի տնտեսություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը։ Ենթադրյալ ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են, մյուսների նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել է, որ հիմնական հետապնդումները վերաբերում են ընտրակաշառք տալուն եւ ստանալուն, ինչպես նաեւ բարեգործության արգելքի խախտման դեպքերին։ Կոմիտեն մի շարք դեպքերում կալանքի կամ տնային կալանքի միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով, մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում ունենք բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք եւ իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ հետապնդումներ։ Այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու եւ անգամ եթե անցնեն տարիներ ու մենք ստանանք նորից ընտրական հանցագործությունների կոռուպցիոն բնույթի իհարկե ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, ապա դրանք ստուգելու ենք ողջ գործիքակազմի կիրառմամբ եւ գնալու են քրեական հետապնդումների։ Բաքվում Ալիևի վարչակազմը կրկին մտածմունքների մեջ է ընկել։ Փաշինյանի թիմի այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը մտահոգում է նաև կրտսեր Ալիևին։ Բաքվում մտաբախություն ունեն, որ հարցականի տակ է դրվում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Եթե սահմանադրական փոփոխություններ չկա, ուրեմն խաղաղության պայմանագիր չի կնքվել, չկա խաղաղության պայմանագիր, Հայաստանի առկա իրավիճակը կախված գնում է։ Ալիևի արտգործնախարար Բայրամովն էլ մյուս կողմից է հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ միջպետական հարաբերություններ սկսել, եւ ըստ Բայրամովի սկզբունքային հարցեր կան, որոնց մասով ինքն ու իր վերադասը համաձայն չեն խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակության հետ։ Ադրբեջանը սկզբունքորեն առաջ է քաշում մնացած բոլոր առանցքային խնդիրները ամբողջությամբ լուծելու հարցը։ Հայաստանում սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելու քվեներ չապահովելու կասկածից հետո Ադրբեջանն անմիջապես հայտարարեց Հայաստանի հետ հարաբերություններ վարելու նոր պայմանների մասին։ Խաղաղության պայմանագիր չկա, շրջափակումը չի վերացվի։ ԹԻՊ-ը կարող է աշխատել, բայց դա տնտեսական շրջափակման վերացման հետ կապ չունի։ Ըստ սահմանադրագետների Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է պահպանել սահմանադրական օրենքներն ինքնուրույն փոփոխելու հնարավորությունը, սակայն չի ստանա բավարար թվով մանդատներ նոր սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նախաձեռնելու համար։ Սահմանադրական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի падգամավորների ձայների առնվազն 2/3-ը։ Նախնական տվյալներով, սակայն քաղաքացիական պայմանագիրը ստանում է 105 մանդատից 64-ը։ Այնպես որ սահմանադրություն փոխել կամ նոր սահմանադրություն ընդունել, նոր ձևավորվելիք խորհրդարանով հնարավոր չի ամեն պարագայում։ Պողոսյանի ձևակերպամբ, եթե ձայների վերջնական հաշվարկից հետո խորհրդարան անցնի նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ապա քաղաքացիական պայմանագրի մանդատների թիվը կարող է նվազել մինչև 61։ Այդ դեպքում իշխանական ուժը կկորցնի նաև այն որոշումները միանձնյա ընդունելու հնարավորությունը, որոնց համար պահանջում է падգամավորների ձայների որակյալ մեծամասնություն խորհրդարանի կազմի 3/5-ը։ Խոսքը մասնավորապես գլխավոր դատախազի ընտրության եւ պաշտոնից ազատման, սահմանադրական դատարանի եւ վճռաբեկ դատարանի դատավորների մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց նշանակման մասին է։
Եթե ասենք թե ԿՊ-ն ուզում է որ որևէ փոփոխություն կատարի այդ օրենքների մեջ, դրա համար ինքը պետք է 3/5 մեծամասնություն ունենա։ Եվ այդ պարագայում ինքը բնականաբար պետք է բանակցի անդիմադիր ուժերի հետ, որպեսզի այդ 3/5 ձայների մեծամասնությունը կարողանա ապահովել։ Ըստ վերլուծաբանների, ինչպես եւ կանխատեսվում էր, Ադրբեջանը նպատակ չունի եւ չի էլ ունեցել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարելի է ասել եւս մեկ առիթ դարձան Բաքվի բռնապետի համար, ավելի ընդլայնելու իր պահանջները, նոր նախապայմաններ դնելու Հայաստանի իշխանությունների դեմ, այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Չնայած վերլուծաբանների մի մասը համարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու որոշողն այնպես չէ, որ Ալիևն է, այստեղ կարևոր է թե ինչ որոշում կունենա Թուրքիան։ Դրան էլ պարտավոր է ենթարկվել Ալիևը։ 2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի քաղաքացիության շնորհման վերաբերյալ դիմումները։ Այս մասին ազգային ժողովի համատեղ հանձնաժողովների նիստում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը։ Նա նաև ներկայացրել է նախագահի աշխատակազմի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ 25 թվականին Հանրապետության նախագահի աշխատակազմին նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրով, ծրագիրը միակն է, նախատեսված է 1 միլիարդ 658 միլիոն 673 հազար դրամ, ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 711 միլիոն 427 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 627 միլիոն 337 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի 95%-ը։ 10 օր է Արշակունյաց 54 շենքի եւ դրան հարակից բնակելի, այդ թվում բազմահարկ շենքերի տարածքում հակասանիտարական վիճակ է։ Դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում, գարշահոտը մոտ 500 մետրից է զգացվում։ Անտանելի վիճակը, հոտը սպանում է։ Ահա։ Այստեղ էլ սենց էլ պիտի գնաս դեպի ֆուտբոլի դաշտ։ Ահա, տեսեք ինչ վիճակ է, նաև դեպի ֆուտբոլի դաշտ տանող ճանապարհը։ Հարյուրավոր բնակիչներ իրենց կամքից անկախ անցուդարձ են անում այս ամենի միջով, շնչում թունավոր հոտն այս շոքին։ Սենց է պետք է երեխեքը եթան խաղը հրապարակ։ Շենգավիթի թաղապետարան եւ Էոլիա ջուր են դիմել քաղաքացիներն ամեն անգամ նույն պատասխանն են ստացել։ Զանգը գրանցված է, աշխատողները կմոտենան, բայց այդպես էլ չեն եկել։ Շամշյան Քոմի անդրադարձից ու Երևանի քաղաքապետի միջամտությունից հետո Էոլիա ջուրը ու Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները գործի են անցել։ Մաքրել են խցանված դիտահորերը, կեղտաջուրն էլ դադարել է հոսել։ Հիմա գարշահոտը վերացել է, մարդիկ այլևս ստիպված չեն լինի անցուդարձանել գոյաջրերի միջով։ Ժամերի ընթացքում Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամանեցին Յոլաջրի եւ Շենգավիթի թաղապետարանի կոմունալի բաժնի աշխատակիցները եւ տեսնում եք ամբողջ արդեն կեղծաջրերը հեռացվել է, մաքրել են դիտահորերը, բայց դա ինձ թվում է ժամանակավոր լուծում է։ Մոտ 20 րոպե այսքան է տևել ուժգին կարկուտը, որը Ստեփանավան քաղաքում հարակից վարչական շրջաններում մեծ վնասներ է հասցրել։ Տեղացիների խոսքով սա աննախադեպ կարկուտ էր մեծ չափերով։ Այս ինձ հարմարացրին ուղղակի, որ նորից անձրևը սկսի շատ չվնասվի։ Սաղ ես լույսերի տեղերը սաղ ջրերը կապում։ Ապել, բայց ստոկերը միացած Հանջատել է նորը միացում, մի քիչ չորացա միացրեց, ինչ անցել։ Մեջն ենք մտել իրեն բարձր մարդիվան ենք բերել ուրիշներից դրել վեդրոներ, բան տարել ենք լկցրել մեջը ցելոֆաններ փռել, կարակ բարձանակ տենակ, եթե չեք համարում։ Հա, սաղ ցելոֆաններ ենք փռել, սաղ վեդրոներ ենք դրել կաթում արդեն։ Այն անոտաչ թռչող սարքով են նկարում են։ Մեքենաներ, բնակելի տների եւ շինությունների տանիքներ, պատուհաններ, արևային վահանակներ, պտղատու ծառեր ու ցանկա տարածքներ։ Կարկուտն ամեն ինչ է վնասել իր ճանապարհին։ Հեն անդեղը լեսա, տես են գոմն էլ հեսա։ Մոտիկացնում եմ այհեսա։ Սա ջարդած շիֆերները։ Իսկ Ստեփանավան քաղաքի Բագեր կոչվող հանդամասում կարկուտի պատճառով տասնյակներով գառներ են սատկել, քուրակներ են անհետ կորել։ Այս պահին ներտով այս պահի դրությամբ մի 65 հատ տեսեք մի հատ նոր վերեցին, թե գոմը մի քանի հատ կանի չի։ Ձվի չափ կարկուտ է։ Գազի ձվի չափ, այս չափի մեծ։ Հա, վիրավորներ, կեսը չեն ապրի։ Ձերն էլ չէ։ Այս մերն է, կեսը դենք տուն արի։
Չեն ապրի հալալ կեսը։ Տուժածներ էլ կան, հովիվներից մեկը կարողացել է պաշտպանվել։ Հա։ Մյուսը ոչ, վնասվածքներ է ստացել։ Ձեր կյանքում sense կարկուտ տեսել եք։ Դաշտում գառներին եք պահում ու կարկուտը Մի անգամ է ցանկացած վրա տվեց։ ինչքան տևեց։ Երևի թե մի հավերժություն։ Լոռու մարզպետի հանձնարարականով ստեղծվել է օպերատիվ շտաբ, վնասները գնահատելու համար, իսկ աշխատանքները ղեկավարում է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարը։ Հսկայածավալ աշխատանք են կատարել Փրկարարության Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ու հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի աշխատակիցները նախագահ Արմեն Արաքելյանի գլխավորությամբ։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։